Բարի երեկո սիրելի ֆուտբոլասերներ, շարունակվում է մեզ մոտ Չեմպիոնների լիգայի առաջին խաղերը։ Այսօր միմյանց հետ մրցելու են Watford-ը եւ Cadiz-ը։ Նրանց խմբում լինելու են Juventus-ը եւ Լեռնային Արցախը, որ դիմակայությունը հիմա տեղի ունենում մյուս դաշտում։ Շատ լավ հանդիպումներ ենք հիմա դիտելու միասին։ Ներկայացնեմ հիմա թիմերի մեկնարկային կազմերը։ Cadiz դարպասը պաշտպանում է Ստեփանյանը, Ավետիսյան, Ղևոնդյան, Ջուլհակյան, Դուրգարյան, Շիրխանյան, Խաչատրյան եւ Դիլբարյան։ Հիմա շատ գեղեցիկ հարված տեսանք Շիրխանյանի կատարմամբ, սակայն մի փոքր շեղությամբ ընթացավ գնդակը։ Watford դարպասին է Մանուկյանը, պաշտպաններն են Արմեն Մանուկյան, Աթայան, Երանոսյան, Հակոբյան, Պողոսյան, Սահակյան եւ հարձակման կարակագծում Սիմոնյան։ Հիմա անդրադառնանք հանդիպմանը, Watford-ի մոտ է գնդակը, փոխանցում դեպի դարպասապահ Մանուկյանը, Աթայանն է ընդունում գնդակը, թողում է գնդակը Հակոբյանին, Հակոբյան, սա փոխանցում էր իմ կարծիքով դեպի Աթայանը, սակայն Աթայանը չհասկացավ թիմակցի որոշումը եւ հարված կլինի Cadiz-ի դարպասից։ Եզրային նետում հիմա կտեսնենք Watford-ի կատարմամբ։ Այստեղ սխալվում են հիմա Cadiz-ի խաղացողները, հարված ենք տեսնում եւ Ստեփանյանը կարողանում է որսալ գնդակը։ Փոխանցում էր սա դեպի Խաչատրյանը, սակայն չհասավ գնդակին Խաչատրյանը եւ արված դարպասից Ղևոնդյան հեռացեց գնդակը, հարված հիմա տեսանք երբից Պողոսյանի կատարմամբ, սակայն մի փոքր շեղությամբ ընթացավ գնդակը։ Եթե գնդակը ընթանար դեպի դարպասը, հարցը կկարողանար արդյոք Ստեփանյանը հեռացնել գնդակը, թե ոչ, շատ ուղղին հարված կատարեց Պողոսյանը, Սահակյանը հիմա գնդակով, հետ փոխանցում դեպի դարպասապահ։ Գնդակով փոխանցում դեպի Պողոսյանը, նորից Երանոսյան, Հակոբյան, Սահակյան հարված եւ բարձր հարված է մի փոքր Սահակյանը։ Շատ ակտիվ է սկսել Watford-ը։ Ձեռքով խաղաց հիմա Պողոսյանը, փորձեց կանգնեցնել գնդակը, սակայն չհաջողվեց նրան։
Խաչատրյան աջ եզրով եւ խախտեցին Խաչատրյանի այդ պայքարում խաղի կանոնները եւ Տուգանային է իմաստանում Կադիսը փոխանցում բարձրից եւ ոչ ոք չդիպավ գնդակին եւ հարված դարպասից Երենոսյան երկար փոխանցում դեպի Պողոսյանը հարվածում է հիմա Սահակյանը եւ գոլ գնդակը դարպասում է սիրելի ֆուտբոլասերներ Գագիկ Սահակյան 1-0 առաջ է անցնում հաշվի մեջ Ոթֆորդը եւ շատ շքեղ գոլի ականատես եղանք հիմա միասին սիրելի ֆուտբոլասերներ եւ տեսնենք թե ինչպես է պատրաստվում պատասխանել Կադիսը այս գեղեցիկ գոլին Էկտուբարյան հարված Ջուլակյանն է կանգնում գնդակի ճանապարհին Սահակյան կարողանում է խլում կատարել սլանում է առաջ Սահակյանը փոխանցում դեպի Տուգանային հրապարակ եւ Շեղ է հարվածում Հակոբյանը Ջուլակյան Դուրգարյան պրեսինգ է հիմա դիմել Ոթֆորդը եւ արդյունքը տալիս է այդ պրեսինգի սակայն վերականգնում է գնդակը Կադիսը Խաչատրյան փոխանցում դեպի Դիլբարյանը Դիլբարյան կարելի է հարվածել այստեղից շատ լավ է շրջանցում երկու մրցակցի սակայն կորցնում է գնդակը եւ աղագրոյի է անցնում Ոթֆորդը Մանուկյան փոխանցում Հակոբյանը նորից Մանուկյան եւ անկյունային հիմա կտեսնենք Կադիսի դարպասին Մանուկյանն է տեղադրում գնդակը փոխանցում բարձրից հերվից փորձ ենք հիմա տեսնում Երանոսյանի կատարմամբ սակայն բարձր է հարվածում Եվ հարված Ստեփանյանի պաշտպանած դարպասից Լևոնդյան Չհասկացան միմյանց հիմա Կադիսի ֆուտբոլիստները Սահակյան ստացավ գնդակը աջ եզրում Էկտուբարյան փոխանցում դեպի ձախ եզր Մանուկյանին փորձեց հեռացնել գնդակը Խաչատրյանը սակայն գնդակը վերադառնում է Ոթֆորդի մոտ Պողոսյանն է գնդակով Անկերը մանգալից փոխանցում է ետ դարպասապային Երանոսյան փոխեց եզրը
Եվ հանգիստ գնդակ է խաղարկում սեփական կիսադաշտում Watford-ը, հիմա փոխանցում ենք տեսնում երկար դեպի Էկտոբարյանը, փորձեց ընդունել գնդակը, սակայն հեռացրեց գնդակը Խաչատրյանը եւ եզրային նետում կիրականացնի Watford-ը։ Իրականացված է նետումը, Խաչատրյան փոխանցում է դեպի Դիլբարյանը, Դիլբարյան և խախտեցին նրա դեմ պայքարում խաղի կանոնները։ Արագ խաղարկում է հիմա Տուգանայինը, Շիրխանյան, շրջանցեց մեկ մրցակցի, փորձեց հարվածել, սակայն նրան թույլ չտվեցին պաշտպանները, Բարսիս փոխանցում հիմա տեսանք դեպի Խաչատրյանը, սակայն դարպասապահը որսաց գնդակը։ Ղևոնդյան ուղարկեց գնդակը դեպի Դիլբարյանը, սակայն չկարողացավ մշակել գնդակը, Աթայան, Պողոսյան և բախում տեղի ունեցավ Պողոսյան և Ղևոնդյանի միջև, տեսնեք ինչ պատահեց, Ղևոնդյանը խոտած ազգին է և կանգնում է ոտքի Ղևոնդյանը։ Կատար դեպի Տուգանայինը, ոչ, փոխանցում է աշ դեպի Երանոսյանը, Երանոսյան կարծես հարված էր սա, բայց կանգնում է հարվածի դիմաց Կալդիսի ֆուտբոլիստը։ Փոխանցում դեպի Պողոսյանը, կորցրեց գնդակը Պողոսյանը, նորից վերականգնեց Սահակյան։ Շիրխանյան փոխանցում, հիմա տեսանք դեպի Խաչատրյանը և գոլ։ Գնդակը դարպասում է։ Մեկ-մեկ սիրելի ֆուտբոլասերներ, Գեգամ Խաչատրյանը կարողանում է հավասարացնել հաշիվը, բայց այստեղ կարելի է նշել Շիրխանյանի հաշվարկված փոխանցումը, որը կարողացավ հարվածի դուրս բերել Խաչատրյանին միայնակ դարպասապահի դեմ։ Եվ այսպես ասած թիմերը ամեն ինչ պետք է սկսեն 0-ից, Աթայան հիմա շարժվեց առաջ գնդակով, սակայն կորցրեց, Դիլբարյանը փորձեց կրնկով փոխանցել Շիրխանյանին, սակայն նրա մոտ չստացվեց և եզրային նետում հիմա կտեսնենք։ Ղևոնդյանը պատրաստվում իրականացնել եզրային նետումը։
Երանոսյան, փորձեց 30 գնդակը, Աթայան։ Շիրխանյանը հիմա աջ ձախ եզրում սանում է գնդակը, արվածում է եւ կարողացան հեռացնել գնդակը հիմա Watford-ի ֆուտբոլիստները։ Եվ նորից եզրային նետում։ Եվ անկյունային հիմա կտեսնենք առաջին անկյունային այս խաղի Watford-ի դարպասին Բարսից փոխանցում տեսանք Խաչատրյանն է ստանում գնդակը ձախ եզրում նորից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ եւ խախտեցին կանոնները Աթայանի դեմ պայքարում Արագ խաղարկում են հիմա Watford-ի տղաները փոխանցում ձախ դեպի Մանուկյանը սակայն խախտում այո խախտեցին կանոնները Դուրգարյանի դեմ պայքարում Հակյանն է մտցնելու գնդակը խաղի մեջ Սահակյան փոխանցում դեպի Պողոսյանը Համար պայքար է գնդակի համար Սահակյան լավ փոխանցում ստացվեց Սիմոնյանին Եվ խորքից սկսի Watford-ը Երանոսյան Մանուկյան Սահակյան Բարսից փոխանցում դեպի Սիմոնյանը, սակայն հեռացնում է գնդակը Ղևոնդյանը, Մանուկյանը ստացավ գնդակը ձախ եզրում, հարվածի փորձ հեռացնում է Ջուրհակյանը, Աթայան Փորձ է շրջանցել Դուրգայանին եւ վաստակեց անկյունային հարված իր թիմի համար Սահակյանն է իրականացնելու անկյունային հարվածը Փոխանցում բարձրից Հարված Մանուկյանի կողմից եւ մի փոքր շեղ ընթացավ գնդակը Դուրգարյան Խլում է գնդակը Երանոսյանը Փոխանցում դեպի Սահակյանը, մեկ հպումում դեպի Պողոսյանը կարելի է արվածել եւ
Փոխանցում նաև կարող էր սա ստացվել Սիմոնյանի համար, եթե նա կարողանար թեթև հպվել գնդակին, սակայն դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից եւ հարված կլինի Ստեփանյանի պաշտպանած դարպասից։ Ջուլակյանը հիմա սխալվեց, սակայն Սահակյանը չկարողացավ վերցնել գնդակը։ Շիրխանյան փոխանցում ուղղված էր Խաչատրյանին, սակայն փակեցին գնդակի ճանապարհը Ոթֆորդի պաշտպանները։ Ավետիսյան փոխանցեց ձախ դեպի Դուրգարյանը։ Դուրգարյանը շրջանցում է Սահակյանին, փոխանցում դեպի Խաչատրյանը մեկ հպումով դեպի Դիլբարյանը։ Դիլբարյան փոխանցում դեպի Ղևոնդյանը։ Ղևոնդյան Եվ հիմա կարծես հակագրոհի կարող է անցնել եւ գեղեցիկ սահանքման է գնում Ջուրհակյանը։ Շիրխանյան լավ շրջանցեց մրցակցին։ Երանոսյանն հիմա սլանում առաջ հարվածում է նույնիսկ, սակայն մի փոքր շեղ է ընթանում գնդակը։ Սխալվում է հիմա դարպասապահ Կադիսի Պողոսյան եւ մրցավարը ցույց է տալիս, որ ոչինչ չկա։ Մանուկյանը հիմա սլանում ձախ եզրով եւ հեռացնում է գնդակը Ավետիսյանը։ Իրականացված է եզրային նետումը Հաթայան եւ շեղ ստացվեց փոխանցումը դեպի Մանուկյանը եւ եզրային նկատիսինն է Սապա Ջուրհակյանը հիմա լավ հեռացրեց գնդակը, Շիրխանյան ձախ եզրում ստանում է գնդակը, արագանում են հիմա Սահակյանը և Շիրխանյանը և Սահակյանը կարողանում է հեռացնել գնդակը եզրային կլինի Կադիսի կատարմամբ։ Ավետիսյան եւ փոխանցում է դեպի Ջուրակյանը։ Շատ լավ փոխանցում ենք տեսնում Պողոսյանի ուղղությամբ, սակայն չի կարողանում լավ մշակել գնդակը Պողոսյանը, սակայն գնդակը մնում է Ոթֆորդի մոտ, Սահակյան փոխում է եզրը, Մանուկյան եւ խախտում է խաղի կանոնները այստեղ Խաչատրյանը Ղազարյանի դեմ պայքարում։ Մանուկյանն է գնդակի մոտ,
Փոխանցում դեպի Սիմոնյանը, Սահակյանն ստանում հիմա Տուգանայնում, հարված եւ թույլ է ստացվում, հարվածը կարողանում է դարպասապահը վերցնել գնդակը։ Ուժեղ հարվածով դարպասապահը ուղարկում է առաջ գնդակը, Խաչատրյանն է ընդունում գնդակը աջ եզրում, սակայն կարողանում Մանուկյանը հեռացնել գնդակը, եզրային է իրականացնում Խաչատրյանը, սակայն կորցնում են գնդակը Կադիսի խաղացողները եւ վերջ սիրելի բարեկամներ, առաջի խաղակեսը ավարտված է։ Ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից։ Սիրելի ֆուտբոլասերներ, տեսնում ենք մրցավարի Սուլիչը, որը մեզ ասում է, որ մեկնարկել է Կադիսն ընդդեմ Վոթֆորդ հանդիպման երկրորդ խաղակեսը, հիշեցնեմ, որ մեզ մոտ հաշիվը 1-1 է, ոչ ոքի, եւ հիմա տեսնենք, թե այս ընդմիջման ընթացքում ինչ տակտիկաներ են մշակել թիմերը, որպեսզի կարողանան միմյանցից կորզել այս հաղթանակը, այս 3 միավորը կարևորագույն։ Դիլբարյանն է գնդակով, խլում են գնդակը նրանից, Սիմոնյան, Էկտուբարյան և խլում է գնդակը Կադիսը, Խաչատրյանն է ստանում հիմա ձախ եզրում գնդակը և խախտում հիմա Խաչատրյանի դեմ պայքարում, Պողոսյանը խախտեց, ոչ, կներեք Խաչատրյանը խախտեց կանոնները Երանոսյանն է գնդակի մոտ, կարծես պատրաստվում է փոխանցել դեպի Տուգանային հրապարակը, փոխանցումը կա և ուղիղ դարպասապահի ձեռքերի մեջ ուժեղ հարվածում հիմա Ստեփանյանը ուղարկում է գնդակը առաջ, Խաչատրյանն է փորձում ստանալ մշակել գնդակը, սակայն չի ստացվում նրա մոտ և հարված կլինի Մանուկյանի պաշտպանած դարպասից։ Հիմա գեղեցիկ խաղարկումներ տեսանք Վոթֆորդի ֆուտբոլիստների կատարմամբ, հարված և Ստեփանյանը փրկում է հիմա Կադիսին, շատ գեղեցիկ խաղարկումներ տեսանք Վոթֆորդի ֆուտբոլիստների կատարմամբ և ընդամենը 3 փոխանցում և Ակոբյանը միայնակ դուրս եկավ դարպասապահի դիմաց և անկյունային հիմա կտեսնենք Կադիսի դարպասին, փոխանցում բարձրից, Էկտուբարյան, խառնաշփոթ է հիմա Տուգանայնում Կադիսի, Ավետիսյանն է ձախ եզրում չհասկացան միմյանց հիմա Կադիսի պաշտպանները և եզրային իրականացնի Վոթֆորդը Մանգալից բարձր փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, դարպասացողին է դիպում գնդակը, Էկտուբարյան և վնասվածք է ստացել հիմա Կադիսի դարպասապահ Ստեփանյանը
Մինչև տեսնենք թե ինչ է պատել Կադիսի դարպասապային, հիշեցնեմ, որ այս խաղի հետ զուգահեռ այս խմբի թիմերի մյուս երկու թիմերը Լեռնային Արցախը եւ Յուվենտուսի խաղն են ընթանում։ Լեռնային Արցախը այնտեղ հաղթում է 3-0 հաշվով։ Իսկ մեզ մոտ հիմա ընդհանրապես պարզ չէ, թե ով է այս հանդիպումը հաղթելու, երկու թիմերն էլ շատ հավասար խաղ են միմյանց դեմ ցույց տալիս եւ չի կարողանում հիմա կանգնել ոտքի Կադիսի դարպասապահը, կարծես վնասվածքը լուրջ է։ Կանգնեց հիմա դժվարությամբ ոտքի Կադիսի դարպասապահ Ստեփանյանը եւ հանդիպումը շարունակվում է, սիրելի ֆուտբոլասերներ։ Մրցավարի սուլիչը կա, Ջուլակյանն է մցնելու գնդակը խաղի մեջ, Բարսից փոխանցում դեպի Խաչատրյանը, Իլբարյան, փոխանցում դեպի Շիրխանյանը, Արվածի տարբերակ է Մանգալի Շիրխանյանը եւ Պողոսյանը կարողանում է շատ լավ խլում կատարել եւ սլանում է առաջ, փոխանցում դեպի Աջ, Էկտուբարյան, փոխանցում դեպի կենտրոն Երանոսյան, կարելի է հարվածել, հարվածում է եւ շեղությամբ է ընթանում գնդակը։ Արված Կադիսի դարպասից։ Երանոսյան շատ լավ է շրջանցում մրցակցին եւ սլանում առաջ, սակայն սանկման գնով Ավետիսյանը կարողանում է վերականգնել իր թիմի համար գնդակը եւ ուղարկում գնդակը դեպի Դուրգարյանը ձախ եզրով ֆարագություն հավաքում։ Հիմա սլանում է ձախ եզրով եւ խախտեցին հիմա կանոնները նրա դեմ պայքարում։ Եվ Տուգանային է հիմա վաստակում Կադիսը, Ավետիսյանն է գնդակի մոտ։ Սուլիչը կա, Բարցից հիմա փոխանցում ենք տեսնում, սակայն ուժեղը ստացվում փոխանցում է, հարված կլինի Վոտֆորդի դարպասից։ Պողոսյանը հիմա խճշվեց։ Պողոսյանը եւ կորցերես գնդակը ակագրով ենք հիմա տեսնում Կադիսի կադրման Ավետիսյան, արված ենք տեսնում եւ կարողանում է Մանուկյանը փրկել իր թիմին։ Դուրգարյան հեռացրեց գնդակը դաշտի սահմաններից դուրս եւ եզրային հիմա կիրականացնի Վոտֆորդը։ Երանոսյանը հիմա գնդակը կմցնի դաշտ։
Եվ գնդակով հարված ստացավ հիմա Պողոսյանը։ Անկյունային է հիմա նշանակում մրցավարը։ Գնդակին է մոտենում Շիրխանյանը։ Կարճ խաղարկում հիմա Կադիսի տղաների կողմից։ Նավ է շրջանցում հիմա Շիրխանյանը երկու մրցակիցների, սակայն տարբերակ չի տեսնում փոխանցում կատարելու։ Իլբարյան փոխանցում դեպի կենտրոն եւ դարպասապա հեռացում է գնդակը դաշտի սահմաններից դուրս եւ նորից անկյունային կտեսնենք։ Ղևոնդյանն է հիմա այստեղ հայտնվել խոտածածկին, տեսնեք ինչ է պատահել նրան։ Հարվածը ստացել գնդակով եւ կանգնում է ոտքի, ամեն ինչ կարգին է։ Շիրխանյանը հիմա կիրականացնի անկյունայինը։ Այս անգամ կարծես փոխանցում եք տեսնելու Բարսից փոխանցումը կա հարվածներ նույնպես Ավետիսյանի կողմից, սակայն կարողանում է դարպասապա փրկել Վոթֆորդին։ Այս վտանգավոր հարվածից եւ հիմա նորից անկյունային կտեսնենք մյուս կողմից, բայց այս անգամ Ջուլհակյանն է իրականացնելու անկյունայինը։ Ուժեղ փոխանցում ցածրից։ Խառնաշփոթ վիճակի էր, Ավետիսյանը փորձեց հարվածել, սակայն Ալթայանը կանգնեց գնդակի առաջ։ Փոխանցում դեպի Էկտոբարյանը, Էկտոբարյան փոխանցում դեպի Տուգանային հրապարակ եւ Ակոպյան անդրոս գնդակը, սակայն հեռացրեցին գնդակը Կադիսի պաշտպանները եւ եզրային նետում կիրականացնի հիմա Վոթֆորդը։ Ակոպյան փոխանցում էր դեպի Էկտոբարյանը, սակայն չասավ գնդակին, Էկտոբարյանը ուժեղ էր փոխանցումը եւ հարված կլինի Ստեփանյանի պաշտպանած դարպասից։ Ջուլհակյանն ուղարկում է գնդակը դեպի Խաչատրյանը։ Սիմոնյան, ստանում է գնդակը Սիմոնյանը, պատրաստվում է հարվածել, հարված եւ գնդակը դարպասում է։ Արձանագրված գնդակը սիրելի ֆուտբոլասերներ Կարեն Սիմոնյան առաջ է մղում իր թիմին հաշվի մեջ 2-1 եւ հանդիպումը շարունակվում է Ավետիսյան փոխանցում է դեպի Ղևոնդյանը Եվ շատ լավ է հիմա այստեղ պաշտպանվում Վոթֆորդի պաշտպանը եւ հարված կտեսնենք Վոթֆորդի դարպասից
Փոխանցում դեպի Պողոսյանը, Աթայան, Հակոբյան, արվածեց Հակոբյանը, բայց սա ստացվեց փոխանցում Ոթֆորդի համար և ինչպիսի սեյվի մա կատարեց Կադիսի դարպասապահը։ Սիմոնյանը երվից փորձեց արվածը, սակայն փակեցին արվածի ճանապարհը և անկյունային կտեսնենք Կադիսի դարպասին։ Իրականացված անկյունայինը շատ վտանգավոր էր, հիմա սակայն կարողանում են հեռացնել գնդակը Կադիսի պաշտպանները։ Հեռացել գնդակը Ղևոնդյանը։ Կրունկով ուղարկում է դեպի Դուրգարյանը, վերջինս փոխում գրոյի եզրը, Դիլբարյան, վտանգավոր գործ է Ջուլակյան, մեկը բումով դեպի Դուրգարյանը ստանում է նրանց փոխանցում, Ավետիսյան, լավ նկատը Չիրխանյան և գեղեցիկ սանկումով հիմա Երոնոսյանը հեռացած գնդակը դաշտի սահմաններից դուրս և եզրային նետում իրականացրեցին Կադիսի տղաները, Ավետիսյան դեպի Ղևոնդյան ուղարկեց գնդակը և գլխով բարձր հարվածեց Ղևոնդյանը։ Երնոսյան փոխանցում Դուգանային հրապարակ Ջուլակյանն է կանգնում գնդակի դիմաց, Ավետիսյան, Դուրգարյան, Սահակյանն է ստանում գնդակը աչի եզրում, կարողանում է պահել գնդակը իր թիմի համար, փոխանցում դեպի Պողոսյանը, Պողոսյան, փոխանցեց դեպի Հակոբյանը, Սահակյան, լավ ընդունեց գնդակը, Սահակյանն ընթացքից արված և նորից կարողանում է Ստեփանյանը իր գեղեցիկ սեյվով փրկել Կադիսին։ Շատ լավ խաղարկումներ հիմա տեսանք Ոթֆորդի տղաների կողմից։ Եվ անկյունային հիմա կտեսնենք փոխանցում բարձրից և հեռացված է գնդակը, Աթայանը կարողանում է վերցնել գնդակը, փոխանցում դեպի Սահակյանը, Սահակյան կարելի է հարվածել, սակայն բարձր է ստացվում հարվածը և Դիլբարյան և եզրային նետում։ Դուրգարյանը հիմա շատ վտանգավոր դիրքում ստանում է գնդակը և չի կարողանում հարվածել, Ավետիսյան հարված և
Խախտում հիմա կտես խախտում հարցակվող թիմի կատարմամբ Շատ լավ է նկատում դարպասապա Գագիկ Սահակյանին աչի եզրում փոխանցում էր սա թե արված դժվար ասել սակայն Ջուլակյանը կարողանում է կանգնել գնդակի ճանապարհին եւ հակագրոհի հիմա սկսում Կադիսը Շիրխանյանն է գնդակով փոխանցում դեպի Դիլբարյանը Տևոնդյան Ավետիսյան Մարսից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ շատ վտանգավոր էր եւ չէր փոխանցումը կարծես հարված ստացվեց դարպասապայի համար դարպասապա դիրքավորվել էր որպեսի փոխանցման դիմաց կանգնի եւ որսագնդակը սակայն գնդակը ձախ ընթացավ եւ դժվարությամբ կարողացավ փրկել դարպասապայի եւ անկյունային կտեսնենք Շիրխանյանն է տեղադրում գնդակը իրականացված անկյունայինը Հակոբյան մի անգամ այս Տուգանային նետում կտեսնենք Կադիսի կատարման բռունցքներով հեռացնում է դարպասապայի եւ կարող է արագ հակագրոհել հիմա Ոթֆորդը ոչ խլում է գնդակը Ոթֆորդի տղաներից Մախախտում կար, դարպաս մրցավարը հիմա կդիտի նրվագի կրկնապատկերը տեսնենք կա արդյոք 11 մետրանոց թե ոչ դիտեց հիմա մրցավարը դրվագի կրկնապատկերը և 11 մետրանոց հիանալի շանս է հիմա Կադիսի համար վերականգնել հաշվի հավասարությունը Շիրխանյանն է գնդակը տեղադրել ինքն է իրականացնելու 11 մետրանոցը շուտ ակումուլատոր հասցրել շուտ ակումուլատոր հասցրել ադի բոլին ակում վերապել Կամրցավարի սուլիչը Շիրխանյանը արված եւ անկասելի արվածով հիմա կարողանում է գոլի հեղինակ դառնալ 11 մետրանոցից Շիրխանյանը Երկու աշիվը հավասար է կարողանում է 11 մետրանոցից հավասարեցնել անտիպման աշիվը Կադիսը Սահակյանը հիմա սրանում աչի եզրով վտանգավոր գրով եւ եզրային նետում Կարծես մի անգամից Տուգանային հրապարակ է պատրաստվում նետել Աթայանը գնդակը Իրականացված է նետումը
Եվ ինչ է այստեղ, սուլում է մրցավարը, սակայն 11 մետրանոց չկա։ Բախում տեղի ունեցավ երկու ֆուտբոլիստների միջև։ Դիտեցի մա խաղի մրցավարը դրվագի կրկնապատկերը և սպասենք որոշմանը 11 մետրանոց Կադիսի դարպասին։ Վոտֆորդը խաղի վերջնամասում շատ լավ հնարավորություն է ստանում կորզել 3 միավոր այս հանդիպումից։ Ավարտված է հանդիպումը, Կադիսը հրաժարվում է շարունակել այս հանդիպումը մրցավարի որոշումից և տեխնիկական պարտվում այս հանդիպումը և Վոտֆորդը 3 միավորը կորզելով հաղթանակ է տանում Կադիսի նկատմամբ։ Այսօրվա համար այսքանը սիրելի ֆուտբոլասերներ, հաջողություն և ամենայն բարիք։